Երեկո ժողովուրդ ջան, ինչպես եք, շատ շնորհակալ եմ, որ տենց ակտիվ դիտում եք այն վիդեոները, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում, օպրեք, շնորհակալ եմ լավ խոսքերի համար, ջերմ խոսքերի համար, այստեղ սկիզբն է, կամաց ավելի հետաքրքիր լինելու իմ YouTube-յան ալիքս, այսօր որոշել եմ թթխմորը կերակրեմ ու պատրաստեմ խաշ, որը կոչվում է ապառը, ռուսերեն ապառը, մենք հայերեն խաշ ենք ասել, որ վաղը հաց թխեմ, հավատացիք տարուց ավել է, հաց չեմ թխել, մարաֆոն չեմ արել, մեկ եմ արել մարաֆոն, ռուսական մարաֆոն, հիմա նոր մարաֆոն եմ նկարել հայերեն լեզվով, ամեն մանրուքները ասված է, ոչ մի բան չեմ թաքցրել իմ ժողովրդից, արխային կարող եք միանալ իմ մարաֆոնի ակաունտին ու սկսեք իմ մոտ սովորել ոնց պատրաստենք թթխմոր, կրանտից, աղբյուրից վերցնում ենք ջուրը, մեշոկից, տոպրակից ալուրը ու սկսում ենք աշխատել Տիկին Անժելայի հետ ու կստանաք այդ իմ թխած հացերը, ես միշտ կտնեմ էջում YouTube-յան, որ դուք տեսնեք ինչ հացեր եմ ես թխել ժամանակին, ուղղակի անցյալ տարի օգոստոսի 12-ին ընկել եմ, երկու ձեռքս կոտրվել է, հետո էլ արդեն ամառեր, շոքեր չէի բանանում, հիմա իսկական սեզոնն է, պատկերացրեք 2 ժամում 3 անգամ աշխատել է, բարձրացել է, իսկ որ ասենք ցուրտ է լինում, հանդիպում եմ դուխովկի մեջ, լույսի տակ, լամպուշկի տակ, ավելի լավ է հիմա սկսեք, եթե ուզում եք հաց թխել, խնդրեմ, համեցեք, ես ինստագրամյան ալիքս կթողնեմ ստեղ, սիլքեն, մտեք ինստագրամ, ֆոլով եղեք ինստագրամյան էջում, ծիրեք գրեք թթխմոր, ես ձեզ կուղարկեմ իմ պայմանները, ընդեղ նշված է արժեքը, որ սև թթխմորը ինչ արժի, սպիտակ թթխմորը ինչ արժի ու միասին կսովորենք, մենց որ խնդրում եմ, եթե ուզում եք, պաժալուստա, խնդրեմ, եկեք, սովորեք, հիմա բերենք մոտիկից, ցույց տամ, ոնց եմ ես կերակրում թթխմորը, գնացինք, մայր թթխմորն է, որ միշտ սառնարանում պահում եմ, միշտ, հիմա վերցնում եմ այս մայր թթխմորից, մի շատ չէ, 10 գրամ, վերջ, ջուրն ենք լցնում, մի հատ լավ խառնում եմ, այսինքն, խառնում եմ ու լցնում եմ ալուրը, ես լրիվ գրամով եմ անում, աչկաչափով չեմ անում, մարդկա աչկաչափով անում, ժողովուրդ ջան, ես աչկաչափով չեմ անում, աչկաչափով էլ չեմ սովորացնում, լրիվ գրամներով, լավ խառնում ենք, ու վերցնում, վերջ, էսի կդնենք բարձրանա ու կդնենք սառնարան, միշտ այս թթխմորը մնալու է, իմ թթխմորը արդեն 7 տարվա թթխմորը,
Շատ ուժեղ թխմոր է, վերջ, ես գնաց, հիմա աստատկեն չենք թափում, նայեք, աստատկեն մնացել հա, հիմա ես աստատկեն, ես էլ առավոտը որ կերակրել եմ, այդ աստատկենը, լցնում ենք իրար վրա, ու ապառը խաշը բռնում ենք, ու առավոտը ընտիր հաց ենք թխում, ես մի գրամ չեմ թափում, ժողովուրդ ջան, ես չեմ կերակրում ամսով թափում, իմ մոտ հենց սկզբից էլ ես տենց եմ անում, առաջի 2 օրն ենք թափում, որտև դա թույն է, որ կերակրում ենք, որ նոր սկսում ենք բան անել, հացը թթխմորը պատրաստել, առաջի բանը թափում ենք, բան չունեմ ասելու, առաջի մի 2 օրը թափում ենք, որտև էդի թույն է արտադրում, հնարավոր չի էդի ուտել, ջուրը լցնում եմ հիմա, վերջ, մի հատ լավ խառնում եմ, տնենք ես կողը, որ երևա, մի հատ լավ ջրի մեջը լուծում ենք, դարձնում ենք համասեր զանգված, որ գաք սովորելու, ընդեղ լրի մանրամասները կտեսնեք, եսի ուղղակի ցույց եմ տալի ձեզ մոտավորապես, այն որ ասում են, օ ներվի տեղը հաց թխելը, երեխեք ջան, հաց թխելը ներվի տեղ չի, հացը թխում եք, այս հաց թխելուց դուք հանգստանում եք, հավատացեք, դուք ձեր ամբողջ հոգեպես հանգստանում եք, եթե սիրով եք անում, սեր եք դնում մեջը, ուրեմն հնարավոր բան չի, որ այդ հացը լավ չլինի, պետք է սիրով անեք, երեխեք ջան, ամեն ինչն էլ սիրո արդյունքը, ամեն ինչն էլ լավ է լինում, եթե սիրով եք անում, եթե սիրով չանեք, լավ չի լինում, պետք է հոգի տնեք մեջը, սեր տնեք մեջը, չներվայնանաք, չջղայնանաք, որ լավ տրամադրությամբ անեք, որ հացը ստացվի, զատու ձեր ընտանիքը առողջ կսնվի, երեխաները, 6 ամսական երեխաներին կարելի է այս հացը կերցնել առողջ հաց, պատկերացնում եք մանկությունից երեխեն առողջ հաց ալտում, գիտեք, ես չեմ ուզում այդ խանութների հացերի մասին բան ասեմ, բոլորս էլ գիտենք ինչ հաց ենք ուտում, բոլորս էլ գիտենք ինչ ձև ենք ստանում այդ դրոժով հացերը, իսկ եսի բնական պայմաններով ստացած դրոժը, ժողովուրդ ջան, եսի իսկական ճանապարհով ստացած օդից ստանում ենք այս թթխմորը, բակտերիաները հավաքվում են միտեղ ու սկսում են աշխատել, ես էլ ապառը, հիմա սա կփագենք առավոտը արդեն հացը մի հատ բուխանգա հաց եմ թխելու, շատ հեշտ է, ընդամենը ձեր ժամանակից տանում է մի քանի րոպե, եսի ուղղակի ես նկարում եմ դրա համար երկար տևեց, եթե ես չնկարեմ, չէ, ինձանից 10 րոպե է ժամանակ խլում ընդամենը, 10 րոպե հոգի ես դնում մեջը, սեր ես դնում մեջը ու ստանում ես շատ աշխարհի ամենահամով թթխմորով հացը, ու դուք գիտեք ինչքան թանկ է այս հացը խանութներում, ինչի դուք ձեր տանը ջուր չկա, ալուր չկա, կա, բոլորիս տանն էլ կա, դրեք կպատրաստեք, դե ինչ ժողովուրդ ջան, բարի լույսներս բարին լինի, լույսը բացվել է, տեսեք ինչ վիճակ է իմ թթխմորի մոտ, նայեք, ցույց տամ, թթվե բարձրացել է, արդեն այն որ ասում են պիկն է, այսենց պետք է լինի թթխմորը, հասունացել է, հիմա որ խփեմ ինքը կնստի, այ ես էլ ուղարկելու եմ սառնարան, չենք դնում սառցախցիկ, դնում են սառնարանի դռան վրա, մարդիկ դնում են սառցախցիկ, չգիտեմ ինչեր են անում, չանեք երբեք, ես փորձել եմ ամեն ձևի,
Սխալ է դա։ Ամենակարևորը ջուր չունենք, ժողովուրդ ջան։ Նենց որ սկսում ենք։ Բարի լավ օր եմ ցանկանում բոլորիդ։ Իսկ ես իմ թթմորը սկսեմ շաղել հացս։ Վերցնեմ միքսերով եմ անելու, երեխեք ջան, դուք էլ միքսերով կանեք։ Դե ինչ, գնացինք։ Այսինքն անեմ, որ դուք տեսնեիք, ինձի տեսակ հերիքա։ Ես ձեզ ինչ, դուք կարևորը տեսեք ինչա կատարում ձեր տիկին Անժելան։ Ջուրը լցրեցինք, քանի գրամ ապարը։ Անտիրություն ա երեխեք ջան։ Ես մի քիչ կթողնեմ այս ապարից, որ կերակրեմ հետո։ 700 գրամ ապարն է։ Շատ լավ խառնենք, լապատկեն վերցնենք, այսինց։ Հիմա միացնում ենք միքսերը։ Խմորը շաղեցինք, հիմա լցնում ենք ֆորմայի մեջ ու թողնում ենք մինչև բարձրանա, 2-3 անգամ բարձրանալու է, հիմա իսկական սեզոնն է, ժողովուրդ ջան, դուք տեսեք ինչքան շուտ է լինելու, որտև տաք է, տունը տաք է, շուտ է բարձրանում, մեզ թթխմորը ստանալու համար պետք է 28-ից 30 աշճան, որ տունը տաք լինի։ Կակրաս հիմա սեզոնն անենց, որ եկեք ու սկսեք ձեր աշխատանքը, կունենաք այտենց հաց, ոնց որ ես եմ թխում, հանգարտ չկասկածեք, ոչ մեկ այս 6 տարվա մեջ առանց հացի չի գնացել իմ մոտից, բոլորի մոտ էլ ստացվում է, անհնարին բան չկա, ես անենց եմ արել, որ ժողովուրդը հեշտացրել եմ, մի անգամ չէ, 10 անգամ հեշտացրել եմ, որ շատ հանգիստ կարողանան մի մարաֆոնով իրանց հացերը թխեն, 10 հատ մարաֆոն չփորձեն, 10 հատ մարաֆոն չգնան, սովորեն, փող չծախսեն, թանկ ու կրակ, շատ կոպեկներով կարաք սովորեք, հենց որ խորհուրդ եմ տալիս, եկեք ու սովորեք։ Ես ինստագրամիս էջը կթողնեմ, վիդեոյի տակը ֆոլով եղեք, ինստագրամում գրեք թթխմոր ու ես ես կուղարկեմ պայմանները։ Դուք էլ կսովորեք, դժվար բան չկա, անհնարին բան չկա, ժողովուրդ ջան, ոչ մի բան պրոստը տակ չի լինում։ Մի քիչ այս լապատկեն թռչում ենք ու հավասարեցնում ենք երեսը։ Տեսեք, ինչքան հեշտ է անելը։ Եթե սիրով անեք, ժողովուրդ, կստացվի։ Իսկ եթե առանց սեր անեք, ամեն ինչի մեջ պետք է սեր տնեք, հոգի տնեք։ Ես հավեսով անում եմ, եթե ես
Իմ 70 տարեկան հասակում այս կամպանը անում եմ երեխեք ջան, ջահելներ, հարսներ, ձեզ ա վերաբերվում, ինչի չէ կիսուրներ ջահել, եկեք սովորեք, թխեք, թող ձեր թորները առողջ հաց ուտեն, ասեմ վայ տատիկ ջան, ոնց որ իմ թորներն են ասում, էս ինչ համով ա, էս ինչ համով ա, այ տենց էլ ձեր թորները կասեն, բա հիմա ես էսի կզարդարեմ բանով, ով ինչ ունի, դդումի կորիս, բանի, արևածաղկի, ինչ ուզում ա, ես անելու եմ կտավատի սերմերով, կտավատի սերմ եմ անում, գեղեցիկ լինելու համար, մեջտեղը սրտիկ եմ դրել, որ ավելի հետաքրքիր լինի, ընկերուհուս, իմ հետևորդի, ասեցի չէ, գնում ենք Արևիկի դաչան, էդ ինչեր ա սպասվելու ձեզ, էդ ինչեր են կանելու, ինչեր անում ձեր տիկին Անժելան, սպիտակ, սպիտակ քունջուտ ու սև քունջուտ, ու թողնում ենք մի ժամ ու կեսից կբարձանա, տունը շատ տաք ա, հաստատ կբարձանա, վերջ, հիմա դնենք, բերանը ծածկում ենք, այս սրանով, ու սենց, թողնում ենք բարձանա, վերջ ժողովուրդ ջան, քանի րոպե տևեց, տեսեք ինչ ընտիր հաց ա լինելու, ինչ ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, մեր հացը արդեն բարձրացել ա, գնում ա դուխովկա, ուղարկում ենք թխվելու, կթխեմ, հետո ցույց կտամ, այսինքն պետքա ճակճկի անպայման, որ գուշակեք, ինչ նկարեք տեսնում, մի հատ հլը գրեք կոմենտներում, տեսնում եք, թե չէ ես նկարը, դե ինչ ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, այս բամբիչսկի հացը պատրաստ է, ես կտավատի սերմերով սիրտ էի նկարել, բայց պիտի այս կողմն էլ սպիտակ քունջուտ անեի, դրա համար չի երևում, մոտիկից որ նայենք, մի քիչ երևում է, այս համով, խշշոցը լսեք, այս ընտիրությունը, ընդամենը ինչ եմ արել երեխեք ջան, իրիկունը մի 10 րոպե ժամանակ եմ տրամադրել, սեր եմ դրել մեջը, հոգ եմ դրել մեջը, ուրախ տրամադրությամբ եմ արել ու ստացել եմ այս առողջարար հացը, որը մի տարի ու կես առաջ պատրաստել եմ ու չէի պատրաստել, հիմա պատրաստել եմ ու այս առաջի իմ հացը նվիրում եմ իմ հետևորդին, սենց չեմ կիսելու, վերցնելու եմ գնամ իրա դաչեն, Արևիկիս դաչեն, ունդեղ կկտրեմ ցույց կտամ, անենց որ ժողովուրդ ջան, գրեք թթխմոր, անձնական նամակով ես անպայման ձեզ կուղարկեմ պայմանները, իրար հետ կպատրաստենք այս գեղեցկությունը, այս համեղությունը, այս ընտիր առողջարար հացը, դե ինչ, գնամ փոխվեմ, հագնվեմ ու ընկնենք ճանապարհ, գնացինք, նայեք ժողովուրդ ջան, էսի Արևիկիս կատուներն են, հիմա գնում ենք հողամաս, գնում ենք հետաքրքիր բաներ նկարելու, գնացինք ժողովուրդ ջան, գնացինք, հեսա տեսիք ինչեր ենք նկարելու, մեր, հեսա գալիս ենք այդտեղ, նայեք ինչ վարդեր ունի, ինչ գեղեցկություն, լոբիներն ա կապում, մեր եղբայրը, տեսեք, էս ինչա, սեմուշկա չէ, արևածաղիկ, գնացինք ժողովուրդ ջան, նայեք, էսի բանա, էս խաղողները խեք սենց կտրե, նայեք ինչ գեղեցկություն ա, նայեք ու հիացեք ժողովուրդ ջան, քնքուշարի, ամանը առարի,
Նայեք ինչ գեղեցկություն է։ Ինչքան խորանում եմ, այնքան գեղեցիկ բաներ եմ տեսնում։ Այ քեզ բան, էսի կլուբնիկներն է, բազուկ, սամիտ։ Արի սամիտ քաղենք, որ ձաձիկ պատրաստենք։ Սպասի ես սամիտ քաղեմ։ Հաջան։ Հա, բեր մի քիչ սամիտ քաղենք մի քանի հատ։ Սամիտ քաղենք, որ նայեք, միասին կգնանք, այսինքն սամիտը տնական քաղե էլի մի քանի հատ, հա։ Ինձի հարմար չի էլի որ կռանամ։ Այ ես չուզեցի ոդկաս տնեմ։ Նայեք, հոտն եկավ արդեն։ Չէ՞։ Ընտիրություն, գազար։ Էսի գազար է, տեսա։ Всё, հերիքա։ Հերիքա այսքանը։ Էսի սալատի համար շատ է։ Գնացինք։ Հիմա կգնանք վարունգը կքաղենք։ Գնացինք վարունգ քաղելու։ Երեխեք տիկին Անժելան ընկել է։ Ոնց են ասում։ Ինչի մեջ։ Լիուպոլ։ Լիության մեջ։ Նայեք։ Սենց իշնեմ։ Հա, բայց զգուշ այս փշերից վարտի։ Էնի համեմն է։ Ես կամ խաղեմ համեմն։ Արի։ Էսի համեմ, հա։ Էս բանա, չէ, մալինա։ Հա, մալինա։ Էնի կրժովնիկա։ Ում համեմը։ Մանվելի խանութի, որ կեսը փճացած է։ Տեսար ինչ էր։ Ես տեսել եմ, Մի հատ իրան կասես, ասա շատ էլ այդ կինը ձեն չի անում, այդ ինչ եք անում։ Երեք համեմ եմ առել ժողովուրդ ջան։ Լղկված, նեխած։ Հետն էլ 200 դրամ։ Տիկին Անժելա, շատ բաժանում եմ ես։ Լուրջ։ Հա, հարևաններին եմ։ Մոտիկ չեմ, ինչ անեմ։ Խաղենք այսօր կտանեմ։ Հա, կտանեմ արևս։ Ես անորից կցանեմ, Հա։ հլա։ Կանի ցավը տանը։ Հերիքա։ Դուր մոտս կուզես, տիկին Անժելա ջան։ Նայեք։ Գնանք վարունգը։ Տնական։ Էսի պոմիդորն էլ չկա, էսի մալինան է։ Այ Ստեփան կա ցանած։ Էսի ես եմ ցանել պետք կապի դրեմ մաքրեմ։ Ոնց գնանք վարունգի կողմը։ Գնա։ Հա։ Եկեք ժողովուրդ ջան գնացինք։ Գիտեք, չէ, բոլորի դաչեկում այս պոմիդորները ծաղկել արդեն։ Նայեք ինչ վարդեր է։ Հա։ Ցելոֆան է եղել։ Լսպաս տեսնեմ, ես կգտնեմ։ Հեսա։ Այ հեսա։ Փոքր։ Բայց չեմ կարող խաղեմ։ Կանի, ես խաղեմ։ Իսկ ծակեց փուշը։ Դա ես ոնց եմ խաղում։ Չգիտեմ։ Էս լավ է։ Ահա։ Նայեք ինչ ընտիրա։ 100 տարի չէի խաղել վարունգ իմ ձեռքով, նայեք։ Հրաշք։ Երեք խաղի հարևաններին է խաղանը։ Բա չէի իմանում որ գալու եմ։ Ես ամուսինս ցերեկն եմ։ Լավ եմ ասում, չէ, երեխեք շատ երեսով եմ։ Հիմա կասեք տիկին Անժելան շատ երեսով է։ Ոնց ըլի արանքները մնացել է, իմ փայը կմնա։ Չի բրծնի։ Սառնարանում ունեմ։ Էսի մենակ Կատակ եմ անում։ Անա։ Սարատանյութ։ Հեսա նայեք, էսի բայց փոքր է, չի կարելի խաղել։ Այդ բնական է էլի երեխեք դրա համար, նատուրալնի, մաքուր։ Դեղ չկա, բան չկա։ Այ հենա մի հատ էլ ոնց որ։ Այ հենա։ Հա, շատ սիրուն է։ Սաղ ծաղիկներ։ Բան չեմ տեսնում, ես էլ կարտոշկեկը։ Չէ, վեշ կարանք։ Սաղ կարտոշկա, պոմիդոր, եմիշ, ծմերուկ։ Всё։ Ամեն ինչ կա։ Իմացաք ամեն ինչ ուտելու է ձեր տիկին Անժելան։ Այս տարի։ Բնական։ Խաղի տերևի չես խաղում։ Ես սրանք հաս չեն տիկին Անժելա ասա։ Չէ, այս սրանք։ Հա։ Այս սրանք շատ։ Ունեմ հեսալես ինչ, այսա կգնանք տնես։ Հա։ Ես կուզեմ։ Այն հողն է, էսի դե։ Հլարի Օֆելիա, այս տերևները լավը չի։ Արի լա արևս։ Ասում է բանա։ Դախա, էսի դախա բա։ Ժողովուրդ հլնայեք։ Անտիրա։ Անտիրա, ես կուզեմ սրանցից։ Ես вообще չհասցրեցի այս տարի տերև։ Գնա։
Всё. Տերևները դուրը գալիս է, Всё. տիկին Անժելայի։ Էս ինչ սորտ է։ Էս ինչ սորտ է, բարբեր։ Էս սրանք ինչ սորտ է։ Կանգուն, հա։ Հա, ռազգաթելի չէ։ Հա, գիտես ամենալավը իծան պտուկն է։ Հա։ Տիկին օպենար մի կնած, Հա, ճիշտ է։ Ուրախությունով ելնի ձեր այս հողը, տունը, տեղը, Աստծո աչքը ձեր հողի տան վրա լինի, Աստծո օրհնանքը ձեր տան վրա լինի, ինչ ասեմ։ Ամենալավն ու բարին ձեզ, լավ մարդիկ։ Նայեք։ Գնում ենք Ֆեյրման կոմը։ Լույս կա։ Էսի նապաստակները, նայեկլը, ուտեմ ձեզ։ Ինչ լավն են։ Էս է լորերը։ Այս լորից վերից էր Արևիկա ինձ համար բերել երեխեք ջան։ 8 հատ պահել եմ, մի հատ բլյուդա եմ սարքելու։ Ասում եմ հավաքել եմ։ Հա ջան։ պետքա տնեն ուզել են, Չի։ առանձին հավկել են։ Նայեք, լորից վերա առանձին հավաքելա, պիտի տանեն թուղթ տնեն։ Քո համար ես հավաքել եմ, թարմա, Մերսի, շնորհակալ եմ։ Էսի մայրերին առանձին, ցակերը առանձին։ Իսկ ինչ եք անում նապաստան, մորթում եք։ Մորտում ուտում ենք։ Մալոդից։ Մեր էթու կալեն քաշ շատ է, որ մենք չենք հասցնել տիկին Անժելա։ Սպասի, հավերը բա։ Հավերս հեն։ Ուրա խոզը բա։ Դուրսն է խոզը։ Հա։ Ստեղ ունենք նապաստակ։ Էս էլ հավերը, նայեք։ Այս հավերից վերից եմ ես կերել։ Այսօր առավոտ 2 հատ մնացել էր կերել եմ, բա տնական ցույց ենք ուտում։ Առավոտ եմ։ Ի շնորհիվ այս հրաշք կնոջը։ Տիկին Անժելա, Ջան։ օր 3 անգամ մաքրում եմ, ես եմ անում։ Вообще կոմի հոտ չի գալիս։ Մաքրում եմ։ Հարազատ, հատուկ քո համար եմ ասում, մի հատ հոտ չի գալիս, ոչ лորերից, ոչ նապաստակներից։ Նայ, ինչ մաքրություն է, շլանգով, լվում, մաքրում։ Между прочим, ժողովուրդ, կեղտը թափվում է ներքև, նայեք, հետո ավլում է շլանգով էլ լվանում է։ Դրա համար էլ հոտ չի գալիս։ Մենք ենք ունեցել, ցուլիկներ ենք ունեցել։ Մալադեց։ Հիմա ուղիղ գնա թեքվի խոզերի մոտ։ Ուղիղ գնանք թեքվենք խոզերի մոտ։ Էս են խոզերը։ Ստեղով պիտի մտնենք։ Ես են խոզերները կանի տիկին Անժելա ջան։ Հեսա տես տիկին Անժելա։ Նայեք, հեչ կասեք խոզի բունա։ Հլստե նայեք, ժողովուրդ, մեկը մեկի տուն որ էտում է, փնտյություն որ տեն ասում ոնց որ խոզանոց ելներ։ Անժելա, այդ էլ չեմ մաքրել խոզերի։ Ասում եմ էսի մակրած չի։ Փայլում է, նայեք։ Խոզերի վրից էլ է երևում որ պլպլում է։ Լողացնում է։ Տենում եք, այսինքն մակրասեր կինա, դրա համար ես հետը դրուժիտ եմ անում։ Բա։ Տեսակ ժողովուրդ ջան։ Այսինքն մակրասեր կինա մեր տիկին Արևիկը։ Սողամասնա տիկին Անժելա։ Հա։ Սանք սրսկել ենք կմաքրվի, այնտեղ ամառանոց պիտի սարքենք ճուտիկներ առնենք տիկին Անժելա։ Ահա, տենում եք կուկուրուզա, չէ։ Մեկը 1000 լինի, Աստծո աչը ձեր հողամասի, ձեր գլխից անպակաս լինի։ Միասին, ինձ Աննան ու Հարազատ։ Հարազատ, Աննա, ձեր մասին է խոսքը։ Ձեր փայնել եմ ես ուտելու, լավ իմացեք։ Ուրա, որ կա։ Բայ, պատկերացնում ես Հարազատն տիկին Մարինեն կան, կգանք այդ ժամանակ ես ճոխ պատրաստում կտեսնեմ քո հետ։ Մենք ենք անելու։ Ասա ոչ մի բան։ Նամա չէ, լսում եք։ Ով ունի սենց ընկերուհի, ասեք, սենց հետևորդ։ Էս է բան այլի, ուրիշ սորտի խաղող է, տես դուրը։ Այս տարի տեսեք ինչքան խաղող ենք ուտելու։ Բայց ես խաղ չեմ ուտելու, նախորոք ասեմ։ Ես չեմ ուտել։ Այս տարի մի հատիկ չես ուղարկելու ինձ։ Ինձի տերևը կուղարկես։ Տիկին Անժելա, այս տերևներն է դու պիտի քո ճաշակով խաղես դու մեկ։ Ես պետք է կամ առավոտ շուտ մի օր խաղեմ, հա։ Վայ, չէ։ Ես քո այն քիշմիշի ձամպտուկի ծերերից կխաղես։ Գազ քայլելով օֆիլայդ գազ
Այլես փոճաշ։ Լսի, ուրեմ չեկա։ Նայեք թթի ծառը։ Լսեցի, ով կար ասենց արտահայտություն անի։ Քո տաճանա, քո ծառերն են, քո տուննա։ Խնդրեմ։ Ահա, էս Դու գիտեք, որ այս թթի տերևներից տոլմա են անում։ Այս սրանք։ Ես նախ անցյալ տարի արել եմ, բայց այս տարի չեմ արել։ Էս էլ է սև թութ։ Հա, հեսա գնանք։ Էսի սև թութն է։ Ես չեմ ուտում հիմա, որտեղ կսևանա։ Կարաս ուտես, ոչ աբել։ Չէ, ես չեմ ուտի հիմա։ Դες իշկան առողջ։ Նայեք։ Օրինակ իմ շաքարը Ես սպիտակ թութ։ Ես ուտում եմ։ Իմն էլ է բարձր, ի՞նչ է։ Դու էլ ունես օֆել ախի։ Չէ, աստված չանի։ Պաստեից ո՞նց են քաղելու։ Ստեղից մենք չենք կարող քաղենք։ Հələ նայեք ոնց է թափվետակը։ Լավ, երեխեք։ Բայց ոնց հավաքենք, ստե ուրա չկա հասած։ Կարի։ Խագեն։ Հլարի, հլը հասածները նայենք, ոնց չկա, սա ծերերին այդ համ։ Բայց ծերերից ով կարա քաղի։ Արմիկ ոնց քաղենք, որ Նայեք երեխեք ջան ինչ։ Էս տաչեկը ամայի է, սենց բաժանված չի, տեր չունեն։ Էդի հեկը կա ժամանակը իհաց կկա դրա տերերը։ Հա, հիմա չկան։ Չէ, բայց շատ Ինչպես գիտեք, ես արդեն տաչայում եմ, այս գեղեցկությունը, այս հրաշքը պատկերացնում եք, հիմա հացը կտրեմ, ցույց տամ, ոնց է եղել մեջը։ Ես էլ չգիտեմ, նայեք, ձեր ներկայությամբ եմ կտրում, հանգարց չասեք, դու գիտեիր, բան, հրաշք, նայեք։ Այ, հոտը, օֆելի ալարի հոտը քաշի, արի, ասպա ես հոտ չունեմ, ժողովուրդ ջան, ընտիրություն է եղել, բայց ես տանագը, ես ոնց իմ տանագը չբերեցի հետս, հիմա, երեխեք ջան, գիտեք չէ, ես համով, ծակոտիներով, պլտակա, հացը, ուտելու ենք, ձաձիկ եմ պատրաստելու, հեսա բան կանեմ, կպատրաստեմ ու կուտենք, կանանչիները տնական, բաղջից, ես պամիդորը տեսեք, ես ռազմերը տեսեք հլը, բռիցս մեծ է, սենց պամիդոր, ես առաջ անգամ եմ տեսնում, այ քեզ պամիդոր, ամեն մարդ իրա ղսմատ ունի, ժողովուրդ ջամփա, գիտեք տենց հեշտ է ամեն ինչը տրվում մարդու, բա ոնց, տենց է, ես իմ ղսմատը ունեմ, տակ, լկանի հացը տնենք ստեղ, ժողովուրդ ջան, հացը տնենք ստեղ, հիմա հացը չենք ուտելու, ուզում եմ, բանը, կբերես վարունգ բանը մոտս, արևս, գիտեք ոնց են ինձի օգնում իմ ընկերուհիները, իմ գանձերը, ծյորկեն էլ տուր, մածուն էլ տուր, էսի ծյորկենք լսնենք մեջը, հա, հիմա պատրաստենք ձաձիկը, էս էլ մածունը, քամած մածուն, երեխեք, տնական մածունը, հիմա վարունգը ծյորկենք մեծով, ասում են էսի գրուզինսկի բլուդա, ինչա, չգիտեմ, սալատ եմ սարքելու համել ժողովուրդ ջան, հլա դուք համբերեք, հլը ուրեք, ձեր տիկին Անժելան, հլը ինքան բաներ ունեմ նկարելու, կաղկալ չեմ կարում ճարեմ ժողովուրդ, որ գնամ գյուղ, բան անեմ, էտդ, գաթա թխենք թունրա մեջ, կլոր գաթա, մածունով գաթա, կաղկալ, ամբողջ գյուղը մանենք գալի, լվոր չենք ճարում, ճիշտ է, որ ասում են շինանյութի, թե Շուշեղենի խանութներում ծախում են, ինձ պետք է ընդամենը թեկուզ մի հատ բոճկի դող են ասում, չէ են կլորը, որ հագցնում են փետից բոճկեկին, առաջ լիքներ, հիմա չկա, սա վերացրել են, այ մարդ, առաջ ուրիշ էր էլի, չնայած ասում են, որ գնաց փետակում կա, հլե ասեք էլի, օգնեք ինձ, եթե գիտեք տեղը, եթե ինչ-որ մեկը ունի,
պատերժ կարեք, էլի ինչ կլինի, որ ժողովուրդ ջան։ Շատ շնորհակալ կլինեմ, որ օգնեք ինձ։ Էսի սենց այ անհնարին բան չկա, հանեցի, հիմա այսպես տնենք տեղը։ Էսի կխառնենք հիմա սամիտ ենք խառնելու հետը։ Սամիտ։ Բանեք մի հատ էսել միացնեմ, երեխեք ջան։ Փիսո։ Նայեք, ցածիկ ենք պատրաստում, ասեցի, չէ, ստեղ քամած-մածուն ու վարունգը, մեկ էլ բանը, սամիտը, կտրտում լցնում ենք ու վերջ, ցածիկը պատրաստ է, կարաք սխտոր գցեք մեջը, կարող եք աղ գցել, բայց ես աղ չեմ օգտագործում վաբշե, ասում եմ, ժողովուրդ ջան, ես աղ չեմ ուտում, Այն ինչ կա հացի մեջ, բանի մեջ հերիքա ուտելիքների մեջ։ Ես ինչ պատրաստում եմ չեմ անում։ Աղ չեմ գցում։ Էս էլ էս, всё։ Ցածիկը պատրաստ է արդեն։ Տեսակ։ Ինչ արագ եղավ։ Պատկերացնում եք, ցածիկ ու բան պամիդոր ու վարունգ, սալատ, ամենահամով ուտելիքն է, всё, աղջիկեր ջան, Էդ ում հետ ախոսում տիկին Անժելա։ ես իմ ժողովրդի հետ, Տիկին Անժելա։ ձաձիկը պատրաստ է, խնդրեմ, իմ սեղանից ձեր սեղանին, նայեք ժողովուրդ, առեք, կերեք, անուշլնի, հիմա պամիդորն եմ կտրելու, չէ, всё, ասում եմ ամեն մարդ իր աղս մատ ունի, էլի, չէ, ման ջան, քնքուշ ջան, ոյ, կարմիր չի, Բայց դրա սորտը պիտի համը տենա։ համը, հեսակ փորձենք, կանեք տենամ համով է, հետո նոր ժողովուրդ ջան, սալատ պատրաստեմ, եթե համով չունի չեմ պատրաստ, ոչ մի բան, քո սերն է մեզ պետք, Վայ, պանիրը, էդի, էլ ինչ ունեմ ձետ, սպասեք ու պաչեսնում ու շատ համով պամիդորա, կտրտենք, հեսա սալատ սարքենք, ինչ, սող, կարմիր, կարմիր, կարմիր սող թե սպիտակ, չէ, ես կարմիր սող եմ օգտագործում, այդ ղրիմսկի շատ լավն է, երեխեք ջան, ահա, փոքր անեմ, որ մի անգամից չեմ սիրում, որ կծում են կեսը մնում անի մեջ, ապսեի մեջ, կեսը պատարակաղի վրեն, կեսը բերան, հեսա, երեխեք ջան, հլը տեսեք ինչ ենք անելու, ես ինչ ենք անելու, պատկերացնում եք ժողովուրդ ջան, ինչ համեղություն է, տիրում ստեղ, ինչքան լավ է, չէ, լավ հետևորդ ունենալը շատ լավ բան է, ժողովուրդ ջան, ճիշտ եմ ասում, ես շնորհակալ եմ, որ արժանացել եմ այս հարգանքին, ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ շրջապատել են այսպես մարդիկ, ու որ ես իրանց եմ քննադում, իրանք ինձ են քննադում, вообще հարգանքը փոխադարձ է լինում, չէ, ժողովուրդ ջան, պիտի հարգեք, որ հարգվեք, պիտի սիրեք, որ սիրվեք, պիտի սեր տաք, որ սեր ստանաք, մարդիկ չեն ուզում հարգեն մարդկանց, ուզում են իրանք հարգանք ստանան, ինչի, եթե դու ինձ չես հարգում, ես խի պիտի քեզ հարգեմ, ճիշտ չի, եթե ես այսօր իմ տիկին քիշմիշին չհարգեմ, ինքն էլ ինձ չի հարգի, մտել եմ, չեմ մտել, ասում է, իմ ամբողջ տունը քեզի ղուրբան, իմացի քո տունը, զգա քեզ այնպես, ինչպես քո տանը, էդ ինչ է նշանակում, ինչ ասես արժի դա, չէ, ես չեմ սիրում մարդկանց նեղություն տամ,
1000 անգամ ասելա, նոր եկել եմ, հավատացեք։ Կանաչին էլ կտրտեմ, մի քիչ համեմ, մի քիչ սամետ, վերջ, սոխ պետք չի։ Փիսիկ, ինչ ես ուզում Փիսո ջան։ Կատուներն են, բայց բան են էլի, ասում վերջ։ Կանանչիով, բանով, всё։ Մնաց հացը չկտրեցինք, տախտակա արդեն։ Դե ինչ ժողովուրդ ջան, իմ էքսկուրսիան այսօրվա վերջացավ, ինձ հյուրասիրել են տնական հավիցու, լորիցու տնական, պամիդոր, վարունգ, լրիվ փախչից, խառը, համեմ, սամիտ, կանանչիները, հոտը, անկրկնելի, թութ, հարևաններն են հյուրասիրել, խնդրեմ, շատ շնորհակալ եմ տիկին Արմիկ ջան, տիկին Արևիկ ջան, հոգաչափ շնորհակալ եմ, Աստված թող ձեզ առողջություն տա, ձեր գործերին հաջողություն, նենց որ ժողովուրդ ջան, դիտեք ամբողջ տեսանյութը, գրեք ձեր կարծիքները, մի ամանչեք գրեք, հացը շատ ընտիր, դե կտեսնեք էլի դրել եմ, նայեք, ովքեր ուզում են միանան իմ էջին, միացեք Instagram-իս էջին ու սկսեք իմ հետ հաց թխել։